Եվ վստահ եմ, որ այդ կրեմին հաստատ կիրառել է։ Պարոն Գրիգորյան, արդեն երկրորդ օրն է Օրբելի կենտրոնի կողմից կազմակերպվող ֆորումի, որին մասնակցում են ամենատարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Ադրբեջանի ներկայացուցիչներ եւ այսպես շարունակ։ Ըստ ձեզ, եթե ամփոփենք, ինչի շուրջ են այս քննարկումները, արդյոք խաղաղության մասին են, տարածաշրջանի ապաշրջափակման մասին են, որովհետև մենք տեսնում ենք, որ դեռ հին նարատիվների մասին է խոսվում, դեռ վստահության մթնոլորտի, այսպես ասած, խնդիր կա, այսօր Արարատ Միրզոյանն էլ արձանագրեց, որ հարցերը ավելի շատ անցյալի մասին են, հարցերն ավելի շատ այսպես վախերի մասին են, խնդիրների մասին են, բայց ոչ այնքան ապագայի համագործակցության։ Դուք այդ հեռանկարը տեսնում եք, որ շուտով տարածաշրջանում կունենանք շրջափակված սահմաններ եւ նաեւ կայուն խաղաղություն Ադրբեջանի, ինչու՞ չէ նաեւ Թուրքիայի հետ բաց սահմաններ։ Նախ ուզում եմ ասել, որ ողջունում եմ այդ ֆորումը եւ կազմակերպիչներին, առաջերտին Օրբելի ֆորումին, Օրբելի կենտրոնին, իրոք էզևի ֆորումներ Հայաստանում պետք է անցկացնենք, ինչքան կարելի է շատ։ Հասկանալի պատճառներով, քանի որ աշխարհը պետք է իմանա մեր կարծիքը, մեր մոտեցումները։ Ուրեմն նաև Հայաստանում անցկացնել մեծ ֆորում, որտեղ որ տասնյակ երկրների փորձագետ կան, պաշտոնյաներ կան, անչափ կարևոր է։ Հիմա գլխավոր թեման այդ ֆորումի պարզ է համագործակցություն։ Ռեգիոնալ, միջռեգիոնալ համագործակցություն։ Պարզ է, դա շահերից Հայաստանի բխում է, ուրեմն դա կա։ Հիմա ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիայից, Ադրբեջանից, Իրանից, Վրաստանից, այլ երկրներից, նաև այդ Չինաստան, Միացյալ Նահանգների փորձագետներ, պարզ է դա էլ է դրական, օրինակ Ադրբեջանի փորձագետների ելույթները մեր հասարակությունը նաև պետք է լսի։ Համաձայն ենք, համաձայն չենք, ուրիշ բան է, բայց պետք է համագործակցենք նույն Թուրքիայի փորձագետի։ Ուրեմն դա ընդհանուր process է, դրական եմ համարում։ Այո, մարդիկ նաև պատմական էքսկուրսներ են անում, կարող է մենք հիմա ուզում ենք ապագան տեսնել, բայց դա էլ ռեալություն, թող հարցեր տան, մեր պաշտոնյաները պատասխանում էին, Երեք վարչապետը, այսօր արտգործնախարարը։ Ուրեմն ընդհանուր առմամբ process-ը դրական է, բայց պետք է մենք նաև ռեալությունը հասկանանք։ Ռեալությունը նա է, որ Ադրբեջանը իմ կարծիքով վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Ադրբեջանը գնաց խաղաղության քայլերի, շատ կարևոր հետընթաց ապրել դժվար կլինի, այդ էլ Վաշինգտոնից հետո, բայց պետք է հասկանանք, տեմպը ինչքան արագ էլի կգնա առաջ Ադրբեջանը, իմ կարծիքով դեռ 100%-նոց չի։ Դա է պատճառը, որ եթե դուք նկատել եք, եւ Երեք վարչապետը, եւ այսօր արտգործնախարարը անընդհատ դա են ասում, դե խաղաղությունը հաստատված է, չէ՞։ Արի նայենք առաջ, գնանք առաջ։ Օրինակ լրագրողը Ադրբեջանի հարց տվեց, երբ եք փոխելու սահմանադրությունը։ Դες այդ նարատիվը Ադրբեջանի նաև ուժեղ նստած է իրանց ձելեմներում, իրանց փորձագետների մեջ։ Հա, մերոնք սպառիչ պատասխանում են, որ մեր սահմանադրությունը չի հակասում տարածքային ամբողջականությանը ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի, բայց իրանցը առաջ տանում են, ոչինչ։ Դու պետք է համբերատար քո քաղաքականությունը տանես ու ես տեսնում եմ, որ փորձ է արվում մեր կողմից համբերատար մեր քաղաքականությունը տանել։ Ցանկացած դեպքում դա օգտակար է։ Ոչինչ, թող տան հարցեր, որոնք նույնիսկ կարող է մեզ դուր չգան, բայց թող տան։ Այդ երկխոսությունը պետք է սկսվի։ Բայց ամեն դեպքում, պարոն Գրիգորյան, երբ որ Ալիևը հայտարարում է, որ ադրբեջանցիները պիտի վերադառնան Հայաստան եւ դրան հայ հասարակությունն էլ պիտի պատրաստ լինի, իշխանություններն էլ, եւ նաեւ խոսում է ցարական քարտեզներից, որտեղ Սեղվանը այլ կերպ է անվանում եւ այսպես շարունակ, սրանք խաղաղության տրամաբանության մեջ են եւ արդյոք չեն խոչընդոտում եւ նաեւ այստեղ մենք չենք կարող հասկանալ, որ նաեւ նկրտումներ կա որոշակի։ Ստեղ գիտեք, պաշտոնական պատասխանը Երևանի որն է, որ եթե պատմության գիրկը ընկնում ենք, շատ լավ, կան պատմության էջեր, որտեղ որ քարտեզները այլ բան են ասում։ Ու ես ստեղ ուզում եմ իմ անունից Ստեփան Գրիգորյան փորձագետի գումարել։ Գնացեք Կոլիզեյ Հռոմում ու նայեք Կոլիզեյի առաջ ինչ քարտեզ է։ Աշխարհի քարտեզ 2000 տարվա առաջվա Հռոմի կայսերություն։ Նայում ենք քարտեզ, արևելյան մասում մենակ մի երկիր կա, այդ իմպերիայից արևելյան Արմենիա։
Միտքս ինչու՞մ է կայանում։ Հիմա եթե 2000 տարի առաջվա պատմությունը քարտեզները նայենք, ընդհանրապես ուրիշ երկրներ չկան, մենակ մենք ենք, բայց դա սխալ ճանապարհ է։ Ու մերոք դա բացատրում են։ Ստեղ կա ուրիշ հարց, պատասխանները իմ կարծիքով մեր պաշտոնյաների բավական ճիշտ են, adekvat են այս նկարտումների Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների, բայց ես կգուբարեի գիտեք ինչ։ Իմ կարծիքով վատ չի լինի, եթե մենք մեկ-մեկ հիշեցնենք կես միլիոն հայերի, ովքեր ապրել են Ադրբեջանում։ Ուր կորան այդ մարդիկ, որտեղ են։ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, մեկ-մեկ օգտակար է հիշեցնել։ Ու ես մեր իշխանությունները ասում մեկ-մեկ հիշեցրեք։ Հա, ասեք, որ մենք չենք ուզում պատմական գիրկը ընկնել, բայց եթե դուք խոսում եք ինչ որ ադրբեջանցիների մասին, ովքեր նախկինում Հայաստանում ապրել են իրանց իրավունքների, հարգեք այդ կես միլիոնի իրավունքները, կես միլիոն, հասկանում եք, ու այդ թիվը ստուգել շատ հեշտ է, դա հայկական տվյալները չեն, դա սովետական միության տվյալներն են, ուրեմն իմ կարծիքով մերոնք շատ adekvat պատասխանում են, ուղղակի ես կառաջարկեի 1-2 էլի հարց դնել Ադրբեջանի առջև։ Օրինակ, Ադրբեջանի սահմանադրության մասին թռուցիկ ասեց այսօր Արարատ Միրզոյանը, պես ակնարկ արեց։ Ձեր սահմանադրությունն էլ ունի խնդիրներ, չէ՞։ Մեկ-մեկ հիշեցնել Ադրբեջանին, որ իր նարատիվները չբերի, չտարածի, դա կարող է խանգարել խաղաղության process-ի։ Ես կասեի այդպես, հետընթաց շատ քիչ հավանական է, բայց ձգձգել կարող է այդ process-ը։ Ձգձգել process-ը կարող է։ Իսկ միտումը, որ Ադրբեջանը այդ տարանցման արգելքը վերացրեց եւ արդեն ղազախական եւ ռուսական նաեւ ցորենի առաջին չափաբաժինները շուտով կլինեն Հայաստանում, եթե դեռ Հայաստանում չեն, այդ իմաստով ճշտված վերջին տեղեկություններ չունեմ, բայց ամեն դեպքում արդեն մոտեցել են Ադրբեջանի տարածքով հասնում են Հայաստան։ Սա դրական է այս միտումը, որովհետեւ այստեղ էլ միանշանակ չի, պարոն Գրիգորյան, օրինակ խորհրդանական ընդդիմությունը պնդում է, որ սա կախվածություն է Ադրբեջանից եւ լավ տեղ չի տանում։ Հիմա սա կախվածություն է, թե այլընտրանք է եւ արդյոք սա դրական միտում է։ Գիտեք, մեր պրոռուսական ընդդիմության մասին չեմ էլ ուզում խոսել, քանի որ կախվածությունը 100%-անոց ցորենի հարցով Ռուսաստանից իրեն հարցականի տակ չեն դնում։ Եվ որ հիմա ցորենը նաեւ Ղազախստանից գալիս է, դա ինչ որ այլընտրանք է, նոր սկսեցին խոսել։ Չհասկացա, եթե իրանք սիրում են հայրենիքը, եթե իրանք մտածում են հայրենիքի մասին, առաջինը պետք է իրանք բարձրացնեն հարցը, որ կախվածությունը մեկ երկրից ցորենի հարցով դա անվտանգության, բարենային անվտանգության խնդիր է, չէ՞։ Ուրեմն, եթե Ադրբեջանը ճանապարհ տվեց Ղազախստանի ցորենի համար, դա այլընտրանք է։ Փոքր մեծ նշանակություն ունի, այլընտրանքը շատ լավ բան է, չէ՞։ Բայց իրանք չեն խոսացել։ Հիմա սկսեցին խոսել չեն խոսացել նախկինում, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, կամքից, ցորեն տալ չտալ։ Հիմա երբ այլընտրանք երևաց, իրենք սկսեցին քննադատել, ասում է դա Ադրբեջանով է։ Ինձ համար մեկ է այլընտրանքը որտեղից է գալիս՝ Իրանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Վրաստանից, ինձ համար մեկ է, գլխավորը այլընտրանք լինի, հասկանում եք։ Ուրեմն դրական է, դա Ադրբեջանի կողմից դրական քայլ է, պետք է նշես, պետք չի բան անել, էլի վաձ գալ դրանից։ Ադրբեջանը արեց ճիշտ քայլ, պարտավոր ենք նշել, որ գնահատում ենք դրական։ Իսկ հայ-թուրքական հարաբերություններում ինչ դինամիկա սպասել, պարոն Գրիգորյան, այստեղից էլ լավատեսական հայտարարությունները շատ են այս առումով։ Մենք կարող ենք շուտով ակնկալել նաև հայ-թուրքական սահմանի որոշակի բացում եւ ամբողջական բացում կարող ենք ակնկալել նաև մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ, թե սխալ կլինի նման ակնկալիքներ ունենալը։ Գիտեք, Թուրքիան բարդ երկիր է, լուրջ երկիր է։ Թուրքիայականությունը կարող է դուր գա, դուր չգա, բայց այդ բարդ երկիր է։ Իրանց մոտ որոշում այդպես հեշտ չի կայանում, համակարգ կա։ Ինչքան հասկանում են տենդենսները, միանշանակ դրական են, բայց կբացեն թե ոչ, շատ բան գործոններից կախված է։ Օրինակ, կախված է նրանից Տրամպը ուժեղ կճնշի իրանց, թե ոչ։ Ճնշումը գիտեք ինչ առումով։ Ասենք Տրամպը կարող է ասի, լավ, F-35-ը կործանիչները ռազմական F-35-ը կտամ ձեզ, բայց սահմանը բացեք։ Եթե Տրամպը դա ասի, իրանք սահմանը կբացեն։ Եթե չէ, իրանք կմտածեն, ձեռնտու է, ձեռնտու չի, ինչքանով ձեռնտու է Ադրբեջանին։ Միանշանակ իրանք ձեռնտու է, քանի որ Թուրքիայի դերը կմեծանա, բայց այնուամենայնիվ մի բան էլ ուզում են մեզանից փոկել։
Ինչ դժվար է ասել։ Բարդ երկիր է, բայց տենդենսները, իշխանությունները Հայաստանի ճիշտ են ասում, դրական են տենդենսները։ Իսկ հայ-ադրբեջանական խաղաղությունը, խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը որևէ ազդեցություն այդ առումով կունենա։ Գիտեք որ մասը, որ Ադրբեջանը իր տարածքը բացեց, որ Ադրբեջանը իր տարածքը բացեց մեզ մոտ եկող բեռների համար, դա ազդակ է Թուրքիային, որ իմաստ չունի սահմանը փակ պահել։ Ստացվում է հիմա արևտուրից կամ տրանզիտից Ադրբեջանը շահում է, Թուրքիան Ադրբեջանի խաթեր պահում է փակ սահմանը մեզ հետ։ Պարզ է տրամաբանությունը հուշում է, որ Թուրքիան էլ պետք է բացի։ Եվ ներքաղաքական հարցերի անդրադառնանք, պարոն Գրիգորյան, տևական ժամանակ է տեսնում եք այս եկեղեցու վերնախավի եւ իշխանության միջև եղած հակասությունները, արդեն 2 շաբաթ է վարչապետը Հովանավանքում պատարագի է մասնակցում, Մայրաթորից պատարագը որակում են սրբապղծություն, որովհետեւ այն մատուցում է Տեր Արամը, որին կարգալույծ արեցին, հաջորդի վարչապետը լինելու է Թալինում, այնտեղ է պատարագի մասնակցելու եւ հիմա Մայրաթորը քննում է նաեւ Թալինի Տեր Թադեի հարցը կարգալույծ անել չանելու հարցը։ Նորմալ են արդյոք այս process-ները եւ դուք ինչպես կարձագանքեք տեղի ունեցողին։ Ես ճիշտ ասեմ ձեզ, որպես հայ մարդ ցավում եմ, որ այս ձևի զարգացում գնաց։ Ցավում եմ, քանի որ եկեղեցին մենք ոչ թե կապում եմ անձի հետ, կոնկրետ կաթողիկոսի հետ կապում ենք մեր պատմության հետ, հպարտենք, որ մեր քրիստոնեությունը առաջի քրիստոնեությունն էր աշխարհով մեկ պետական մակարդակով ու աշխարհը դա նշում է ոչ միայն մենք։ Հասկանում եք, այդ իմ ասածը չի, որ մենք հին ազգ ենք, հին քաղաքակրթություն ենք ու ցավում եմ, որ այդ խնդիրները կան, բայց քանի որ եկեղեցին հակված չի, ինչքան հասկանում են բարեփոխումների գնալ, եկեղեցականները վերդախավը հակված չի, ես կարծում եմ, որ հրաժարականը Գարեգին II-ի կլինի ճիշտը, հրաժարականը։ Հակառակ դեպքում այս ճնշումը, որը կա, կամ հակադրությունը, չեմ կարող ասել հակամարտություն, հակադրությունը, որը կա տրողման է բերելու ու իմ կարծիքով ճիշտ կլինի հրաժարական տալ, էդ էլ հաշվի առնելով, որ մեծ գաղտնիք չի, որ վերնախավը պրոռուսական դիրքորոշում ունի, ինչը ուղղակի վտանգավոր է հայ ժողովրդի համար։ Գիտեք, երբ որ մարդը սքեմա հագնում է, բայց քաղաքական դիրքորոշում ունի, դա ուղղակի մեր սահմանադրությանը հակասում է, շատերը չգիտեն, որ մեր սահմանադրությունը թույլ չի տալիս այս հագուստով հոգևորի, ասենք քարոզչություն տանել, կամ ասել վարչապետը պետք է հրաժարական տա, հանեք դա, դուք քաղաքացի եք, Հայաստանի Հանրապետություն ու պայքար եք, քաղաքական պայքար տարեք, բայց չի կարելի պահկվել հոգևոր այս կարգավիճակների թիկունքում։ Դա խնդրեմ է, դա է պատճառը, որ ես իմ կարծիքը ասել եմ, կրկնում եմ, որ տրողում լուրջ չլինի մեր եկեղեցի մեջ, իմ կարծիքով կաթողիկոսը պետք է հրաժարական տա։ Բայց ամեն դեպքում կաթողիկոսը չի պատրաստվում հեռանալ, պարոն Ստեփանյան, տևական ժամանակ է կարելի է ասել, գնդակը իր դաշտում է, այսպես շատերն են հորդորում, որ ճիշտ կլինի հեռանալ, իշխանությունն էլ պահանջում է, որ քանի որ կուսակցության ուխտը խախտել է, պիտի հեռանաս, բայց մենք տեսնում ենք, որ անկոտրում է կաթողիկոսը, անգամ հոգևորականներ կան հայտարարում են, որ ոչինչ չի կանգնեցնի, ոչինչ չի դրդի նրան այդ քայլին, անգամ եթե իրավապահ համակարգը գնա նրա ետևից։ Ինչն է այդքան կաթողիկոսին կապում իր աթոռի հետ եւ կամ իր նստավայրի հետ, որ չի ուզում հրաժարվել, անգամ այս պահանջի դեպքում։ Չգիտեմ, այդ կաթողիկոսին ճիշտ է հարցնել, բայց ես ուզում եմ ասել, որ լավ հիշում եմ, որ այս ծանրագույն պատերազմից հետո Ղարաբաղյան ակնհայտ, որ Ռուսաստանը մեզ դավաճանեց, այդ կամ ակնհայտ է, որ գիտեք ես, մեկ-մեկ Պուտինին ու Լավրովին մեղքում են, հոգնել են ասելով, որ մենք Ադրբեջանի հետ ենք, Ղարաբաղը դա Ադրբեջանն է, հոգնել են մի անգամ, 15 անգամ, դա ինչ է նշանակում, որ Ռուսաստանը մեզ հետ չի, ու երբ որ քո հոգևոր առաջնորդը վերցնում է չեմ հիշում, շքանշաններ, մեդալեր վերցնում է, ասենք Ռուսաստանի ձեռքերից, Պուտինի հրամանով էր դա, չգիտեմ ով իրան տվեց, այդ
արարողությունը չեմ հիշում ոնց էր, բայց երբ որ ստանում է դա լուրջ խնդրեմ է, պատերազմից հետո, երբ որ ակնհայտ Պուտինը հոգնեց ասել մեզ, որ այո, ես համարում եմ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս, ու դրանից հետո վերցնել շքանշան Պուտինից, ու դրանից հետո, ասենք, հույսեր ունենալ մնալ այս դիրքում, չգիտեմ, ես պետք է ասեմ, որ շատ մտահոգված եմ։ Եվ երեք նաև անձամբ Պուտինի ձեռքից Նևսկու անվան շքանշան է ընդունել Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի այսպես թեմի առաջնորդը կաթողիկոսի եղբայրը Եզրաս Ներսիսյանը։ Սա ինչի մասին է խոսում այն դեպքում, երբ Նևսկի շքանշանը այսպես տրամադրվում է երկրին հատուկ ծառայություն մատուցելու առումով։ Ինչ ծառայություն է մատուցել Եզրաս Ներսիսյանը Ռուսաստանի Դաշնությանը եւ Պուտինի ձեռքերից այս Նևսկու շքանշանը ընդունելը խնդրահարույց չեք համարում։ Նևսկու շքանշանը, ես ասեմ, որ իմանաք, այս շարքում շքանշանների Ռուսաստանի, այնտեղ մեծ թվով շքանշաններ են, շատ մեծ թվով։ Դա առաջինն է, առաջիններից է Նևսկու շքանշանը։ Դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ Ռուսաստանը համարում է, որ այդ մարդը կոնկրետ մեծ ծառայություն է տվել հենց Ռուսաստանին։ Դա նաև նշանակում է, որ ես ճիշտ եմ, երբ որ ասում եմ, որ կապվածությունը մեր վերնախավի Ռուսաստանի հետ, այլ ոչ թե մեր եկեղեցու հետ, այլ Ռուսաստանի պետության շահերի հետ, այլ ոչ թե մեր եկեղեցու շահի հետ կախվածությունը շատ ուժեղ է ու դա անվտանգության խնդիր է մեր եկեղեցու համար, ոչ միայն մեր պետության համար։ Պարոն Գրիգորյան, սա նաև չի նշանակում, որ բացահայտ լուստրացիա է տեղի ունենում այն դեպքում, երբ հայտարարություններ կային, այդ մասին խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ Եզրաս Ներսիսյանը KGB գործակալ է եւ շատ հոգեվորականներին է դա վերագրվում, բարձրաստիճան հոգեվորականների նկատի ունեմ։ Դա վիրավորել էր Ներսիսյանին, նա անգամ ասաց, որ Քրիստոսի հետևորդներին միշտ են այսպես դավաճան իշխանությունները թիրախավորել, արծաթասեր իշխանությունները, դավաճան իշխանությունները, բայց ամեն դեպքում, երբ Պուտինի ձեռքից արդեն անձամբ այդ մեդալը ընդունում է, սա չի նշանակում լուստրացիա եւ սա չի նշանակում, որ ըստ էության այս մեդալը գալիս է ապացուցելու հենց դա, այդ խոսակցությունները։ Ես կարճ կպատասխանեմ, քանի որ դուք ձեր հարցում պատասխան տվեցիք։ Այո, մենք պետք է հասկանալ մեկ բան, որ այսօրվա հակասությունները կառավարություն վեհապար ունեն լուրջ արմատներ, կապված են նրա հետ, որ վերնախավը կապվածություն ունի այլ երկրի հետ ու համոզված չեմ, որ արտահայտում է հայ ժողովրդի շահերը։ Պարզ է, սովորական հոգևորականների մասին չի խոսքը, պարզ է, չէ, խոսքը գնում է ուղղակի վերնախավի մասին, ու այս քայլը Պուտինի ցույց է տալիս, որ ել ավելի կարևոր է ռեֆորմ կատարել մեր եկեղեցի ներսում։ Ամեն դեպքում դուք այն տեսակետի կողմնակիցն եք, որ կաթողիկոսը այսպես թե այնպես պիտի հեռանա։ Միանշանակ, ու չեմ էլ խորանալու, ասել եմ իմ կարծիքը ու այսօր էլ ասում եմ, պետք է հեռանա, քանի որ մի շարք հարցեր առաջանում են, ոչ միայն իր անձնական կյանքի հետ կապված, այլ դրա հետ, որ ակնհայտ է, որ վերնախավը, մեր եկեղեցու վերնախավը կապված է Ռուսաստանի հետ։ Կոպիտ ասած, իրենց քայլերը հուշում են, որ կապվածությունը այդքան ուժեղ է, որ դա վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։